Ինչ-որ մեկը կարգա ներկայացել մինչև այդ, լուրջ, որտեղ է գրած։ Իհարկե չի ներկայացված, ասել են Ցորենն է գալի։ Բայց չեն ասել, որ անասնագիր է։ Ժողովուրդ ջան, բայց իսկ ասել են, որ ուրիշ Ցորեն է։ Ասել են Ցորենն է գալի։ Իսկ այդ Ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի, Ցորենը Ցորեն չի, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի, կաթ կամ ինչ-որ։ Լուրջ է։ Ցորենը բարձր որակի չի նշվել։ Բայց խի պետք է նշվել։ Նախարար անգամ քննարկում էր Չէ, խի պետք է։ հացի գինը կարող է ինչնի ավելանա նվազի։ Ընդհանրապես, եթե ճանապարհները, չէ, կան։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ Ցորեն, դա արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, այսինքն լավ է, հնարավոր է գնիչեցում լինի, հնարավոր տարբեր բան է, հիմա ես զարմանում եմ։ Մենք չենք ասում Ասում եք ինչու չեն ասել չորրորդ տենց, որովհետև հետ էլ չորրորդ է, ինչի պետք է շեշտեն։ Ոնց եք կարծում այդ Ցորենը որ եկել է, պետք չի ուղղակի եկել, հա։ Չէ, Ցորենը լավ է, որ եկել է, խոսքը ուրիշ բանի մասն է, խոսքը նրա մասն է, որ այդ աղմուկը ուրիշ բանի մասին է։ Չէ, աղմուկը, Ջորջան, աղմուկը, չէ, նախ ասեմ, աղմուկը դիվերսիֆիկացիայի մասին այդ բարձրացված չգիտեմ ում կողմից, բայց ոչ կառավարության կողմից, բայց դիվերսիֆիկացիան եղել է, շարունակվում է լինել, որը կարծում եմ լավ է, չէ՞, համաձայն չեք։ Եթե ղազախական կողմը Ռուսական Ցորենը բարձրակարգ Ցորեն է իմը։ Եթե ղազախական կողմը այդ մասին չբարձրաձայներ, Հայաստանի իշխանությունը ինքնակամ կասեր հայ հանրությանը Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում ով է առաջինը բարձրաձայնել, բայց իհարկե դա գաղտնիք չկա։